Ընկույզ վահանաձև գեղձի համար հրաշք դեղամիջոց եւ ոչ միայն վահանաձև գեղձի, այլ միկրոէլեմենտների հզոր քանակություն նաեւ օրգանիզմի համար։ Իհարկե այս պահը պետք է օգտագործել, որովհետեւ ընկույզը չափից ավելի առողջ արար է։ Տեսեք, ամբողջ սիրուն տանում ենք, չորացնում ենք, օգտագործում ենք, մեկ թեյի գթալը 200 գրամ եռացար ջրի մեջ լցնում ենք եւ ունենում այս հրաշք բաղադրությունը, այս հրաշք թուրմը, որը շատ առողջ արար է։ Այն տերևները նույնպես պարունակում է յոդ, իհարկե ուզում եմ ասել, իսկ պտուղը հենց կանաչ, մենք պոկում ենք, այնպես ենք անում, որ այն չվնասվի, լցնում ենք տարայի մեջ 3 կիլոգրամանոց ապակյա տարայի մեջ եւ եթե 3 մասը բաժանում ենք 4 մասի ապակյա տարան, 3 մասը լցնում ենք այս ընկույզը, իսկ վերջի մասը լցնում ենք մեղր, ընդ որում մեղրը պետք է լինի տնական, բնական, մաքուր, մայիսյան մեղր եւ այս մեղրը թողնում ենք, իհարկե անպայման պետք է ասեմ ձեզ, պետք է նաև այս ընկույզը աղալ նախապես եւ խառնում ենք ընդամենը երկրորդ օրը այն արդեն պատրաստ է, պետք է դառնել սառցարան եւ օգտագործել 1 ճաշի գթալից ամեն առավոտյան եւ երեկոյան քնելուց 3 ժամ առաջ։ Ընդ որում ուզում եմ ասել, սոված փորին, որպեսզի իր միկրոէլեմենտները, հանքանյութերը, վիտամինները ամբողջովին լավ ծծվի մեր օրգանիզմի կողմից։ Բնությունը մեզ ստեղծել է, մեզ տվել է, մեզ նվիրել է այնպիսի նաև ծառեր, խոտաբույսեր, որպեսզի մարդը ամենաբարձրագույն էակը այս բնության ստեղծված կարողանա իր առողջությունը պահել, պահպանել եւ ասում են նույնիսկ եւ իհարկե չեմ սխալում, որ մարդը իր առողջությամբ, իր կյանքի տևողությամբ կարող է ապրել մինչեւ 120 տարի, բայց մենք ապրենք իմ շատ սիրելի ժողովուրդ 100 տարի, գոհ կլինենք, բայց ապրենք առողջ, երջանիկ եւ որակյալ, որովհետեւ այս ուրախությունը, այս երջանկությունը, որ մենք ապրում ենք, ոչ մի էակ չի կարող դա զգալ։ Լինենք իրար հետ գեղեցիկ հարաբերության մեջ, ձեր մեկնաբանություններին եմ սպասում, իմ շատ սիրելի ժողովուրդ, ասեք, պատրաստ եք օգտագործելու այս իմ հրաշալի թուրմը, կլինեք շատ առողջ։